Սիրելի հայրենակիցներ, նախորդ տարիները շատ բարդ են եղել հայ ժողովրդի համար։ Մենք ապրել կամ վերապրել ենք մեր պատմության ամենախայտառակ էջերից մեկը կամ մի քանիսը։ Մենք ունեցել ենք շատ բարդ օրեր, շատ բարդ ժամանակահատվածում ենք ապրել։ Եվ եկող տարին կարող է ավելի բարդ լինել, քան ենթադրում ենք, եթե հայ ժողովուրդը չցուցաբերի իմաստություն և խոհեմություն։ Ես վստահ եմ, որ մեր ազգը ի վերջո դուրս կգա այս թմբիրից և պասիվ ապրելը, անտարբեր ապրելը հատուկ չէ մեր ազգին, որովհետև այն կարող է ծնել ավելի մեծ ու ավելի երկարատև դժբախտություններ։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ, որ եկող տարին բոլորիդ ընտանիքներում լինի խաղաղության, ջերմության ու երջանկության տարի։ Թող յուրաքանչյուրից զինվորը առողջ տուն վերադառնա, և ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք այն հայրենիքը, որին արժանի է յուրաքանչյուր հայ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Дорогие граждане Армении, не граждане, симпатизирующие и сочувствующие гражданам Армении, подходит к концу 2025 год и наступает 2026. Вы знаете, тем для радости, естественно, нет, но то, что с 2026 годом связаны большие ожидания для нас всех, это очевидно. В 2026 году у нас появится реальный шанс изменить ситуацию в Армении. В 2026 году у нас появится шанс остаться армянами. В 2026 году у нас останется шанс остаться истинными прихожанами истинной армянской апостольской церкви. В 2026 году народ Армении сможет сохранить армянское государство. В 2026 году мы можем решить вопрос начала достойного возвращения арцахцев в Арцах. И все это связано с тем, что в июне 2026 года пройдут выборы, на которых мы, люди, которые думают об Армении, думают о судьбе армянского народа, можем сказать решительное «нет» турецкой экспансии в Армении. Поэтому я желаю нашему народу стойкости, я желаю нашему народу терпения, я желаю нашему народу истинной веры в то, что все получится. И надеюсь, что в 2026 году мы уже радостно будем поздравлять друг друга с тем, что мы наконец-то избавились от того зла, которое царит в Армении уже 8 лет. Ավարտին է հասնում ևս մի տարի, և հայ ժողովուրդը թերթում է իր պատմության մեջ ևս մեկ էջ։ Հազարավոր տարիներ հայ ժողովուրդը ապրելով Հայաստան աշխարհում դիմագրավել է և դեռևս մի քանի հազար տարի դիմագրավելու է դժվարություններ, ուրախ օրեր, լավ օրեր և արարելու է դեռ այս հողի վրա։ Թող 2026 թվականը հայ ժողովրդին բերի տոկունություն, առաջ խաղացում, խաղաղություն և ամենաշատը կարճած լինել հայ ժողովրդի առանցքից, հայոց եկեղեցուց և ազգային ոգուց, քանի որ այդ երկուսն են, որը դարեր ի վեր պահել ու պահպանել են հայ ժողովրդին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։